Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միության երկրներն ու Մեծ Բրիտանիան խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։ Զախարովայի խոսքով Լոնդոնն ու Եվրամիությունը ակտիվ եւ նպատակաուղղված արգելակում են ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական լուծումները։ Նա նշել է, որ այդ երկրների քաղաքական էլիտաները խաղաղ գործընթացը դիտարկում են որպես սպառնալիք իրենց գլոբալ ազդեցությանը։ Ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոշտ քննադատության էր ենթարկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն, նշելով, որ նրա կերպարը ձևավորվել է արևմուտքի կողմից եւ հենց այդ քաղաքականությունն է ըստ նրա հանգեցրել ներկայիս սպառնալիքների առաջացմանը։ Թուրքիայի իշխանությունների հետ դաշինքի մեջ գտնվող ազգային շարժում կուսակցության առաջնորդ Տևլետ Բահչելին հայտարարել է, որ Իրանի ներսում առկա պառակտումն ու խառնաշփոթը բոլոր առումներով վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների եւ Թուրքիայի համար։ Թուրքիայի ազգային ժողովում նա ընդգծել է նաեւ, որ Իրանի քաղաքական ու տարածքային ամբողջականությունն ու կայունությունը Թուրքիայի համար կյանքի ու մահվան հարց է։ Ապա հավելել, Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար։ Վերջինս նաեւ նշել է, որ Իրանի նկատմամբ իրականացվում են իմպերիալիստական սադրանքներ, զգուշացնելով, որ տարածաշրջանում էթնիկ ու կրոնական լարվածությունների խորացումը կարող է բերել նոր բախումների։ Նրա խոսքով այս պայմաններում կարևոր է միասնությունը։ Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին եւ միջմարտամաքային հրթիռների հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակներ։ Այս մասին հաղորդում է New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հակամարտության կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև ռազմական սցենարները։ Աղբյուրների փոխանցմամբ Պենտագոնը ԱՄՆ առաջնորդին ներկայացրել է հարվածների տարբերակների լայն շրջանակ։ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան ձգտում են երկարատև առճակատման ՆԱՏՕ-ի հետ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա նաեւ նշել է, որ դաշինքի համար ռազմական սպառնալիքը իրական է եւ ժամանակի ընթացքում չի անհետանա։ Ռյուտեի խոսքով այս 4 երկրները ավելի ու ավելի են համագործակցում ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետելու համար, սակայն դաշինքը առավելություն ունի, որը կայանում է իր անդամ պետությունների միջև երկարատև գործընկերության մեջ։ Ավելին նա նաեւ նշել է, որ դաշինքը Ուկրաինային համարում է Ռուսաստանի դեմ պաշտպանության առաջին գիծ։ ԱՄՆ դաշնակիցները պետք է լքեն Իրանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք պետք է լքեն երկիրը, պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք ամերիկացիներն ու ԱՄՆ դաշնակիցները պետք է հեռանան Իրանից։ Սակայն Թրամփը հրաժարվել է լրագրողներին ասել, թե ԱՄՆ-ն կոնկրետ ինչ օգնություն է տրամադրելու իրանական ընդդիմությանը։ Դուք պետք է դեռ պարզեք, ասել է Թրամփը։ Ֆինլանդիայի ազատության դաշինք կուսակցության անդամ Արմանդո Մեմեն կարծում է, որ Ուկրաինայի համար հեռահար հրթիռների մշակման բրիտանական ծրագիրը աշխարհը կմոտեցնի միջուկային պատերազմին։ Քաղաքական գործի խոսքով Կիևը Լոնդոնից ստացված հրթիռները կօգտագործի Մոսկվայի դեմ։ Հետևաբար Մեմեն Մեծ Բրիտանիայի ծրագիրը անվանել է լուրջ միջամտություն եւ մեղադրել է թագավորությանը խաղաղությանը բազմիցս խոչընդոտելու մեջ։ Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ Մեծ Բրիտանիան հակամարտության գլխավոր հովանավորն ու հրահրողն է։ Նրանք ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ եւ դա լուրջ անվտանգության հետևանքներ կունենա, նշել է ազատության դաշինքի անդամը։ Եվրոպական երկրներում աճում է մտահոգությունը, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա շարունակել աջակցել Ուկրաինային խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը, հողում անելով եվրոպական պաշտոնյաներին։ Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության որևէ անվտանգային նախաձեռնություն չի կարող կյանքի կոչվել։ Այդ թվում Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիայի քննարկվող ծրագրերը հրադադարից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու վերաբերյալ։ Դեռ պարզ չէ, թե իրականում ինչ վերաբերմունք ունի Թրամփը, ասել է եվրոպացի պաշտոնյան, ընդգծելով Վաշինգտոնի դերի վճռորոշ նշանակությունը։ Պարբերականի փոխանցմամբ եվրոպացիների անհանգստությունը պայմանավորված է նաև նրանով, որ 2025 թվականի ընթացքում Թրամփը մի քանի անգամ հանդես է եկել ուկրաինական հակամարտության վերաբերյալ կոշտ եւ ըստաղբյուրների պրոռուսական հայտարարություններով։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ինքն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ձեռքում մնացած միակ հաղթաթուղթը, ինչը եվրոպական մայրաքաղաքներում ընդունվել է մեծ զգուշությամբ։
Մենք ստորագրելու ենք կամ ավելի շուտ շարունակելու ենք աշխատել TRIP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով համագործակցության հիանալի օրինակ է։ Այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել եւ որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է եւ սա նաեւ շարունակական միջոց է կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են եւ շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով, ասել է նա։ Փաստաթղթում մի քանի անգամ ընդգծվում է TRIP-ն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո։ Այս մասին էլ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո եւ TRIP նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո Արարատ Միրզոյանը մեկնաբանություններ է արել, փառատելով նախագծի հակառակորդների, ինչպես ինքն է նշել, չարամիտ մանիպուլյացիաները։ Միրզոյանը հիշեցրել է, որ զրույցը կենտրոնացած է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա, որոնք հաստատում էին TRIP-ի իրականացման շրջանակը։ Նախարարը փաստաթուղթը անվանել է չափազանց կարևոր եւ զգայուն հարցեր շոշափող։ Փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնալ TRIP-ի եւ սապաշրջափակման ոգուն, հա, ես ինքս 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ TRIP-ի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ համար դերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ ահա այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է Պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են Հայաստանի եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես առիթ ունեցա շնորհավորելու հայաստանցիներին 3 արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով ՀՀ-ի եւ ԱՄՆ կառավարության կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIP նախագծի մասին է։ Ես ուզում եմ բոլորին շնորհավորել նաեւ մեր տարածաշրջանում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալ բոլոր կողմնակիցներին։ Ուզում եմ ԱՄՆ-ին եւս շնորհավորել, ԵՄ-ին շնորհավորել, ասել է նա։ Փաշինյանի խոսքով աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանի եւ տարածաշրջանը քայլ առ քայլ վերենացվում անվտանգության միջավայրի։ Սա շատ մեծ ձեռքբերում է ըստ էության, սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղության համար։ Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունն ու անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունեցել են վճռորոշ նշանակություն եւ մեզ հարկավոր է մտածել հետագա գայլերի մասին, ասել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԿՊ վարչությունը որոշել է ազգային ժողովի ԿՊ խմբակցությանն առաջարկել, որ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դա անհրաժեշտ համարի։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նա չի վախենում օգտագործել Միացյալ Նահանգների զինված ուժերի մահացու ուժն ու հզորությունը, եւ ոչ ոք դա ավելի լավ չգիտի, քան իրանական ռեժիմը, ասել է Լիվիթը։ Մամուլի քարտուղարի խոսքով ընդամենը մի քանի ամիս առաջ Թեհրանի ճնշման հիմնական լծակը նրա միջուկային ծրագիրն էր, սակայն հիմա իրավիճակը փոխվել է։ Միջուկային ծրագիրը նրանց ամենաուժեղ ակտիվն էր, որը նախագահ Թրամփը եւ ամերիկյան զինվորականները լիովին ոչնչացրին։ Միայն նախագահ Թրամփը գիտի, թե ինչ կանի հաջորդ թիվ, հավելել է նա։ Ռուսաստանն ու Չինաստանը միաձայն արձագանքել են Ճապոնիայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու արտահայտած ցանկությանը, հաղորդում է չինական հրատարակությունը։ Ճապոնիան կարծես թե մոռացել է, որ իրականում այն ռեսուրսներով աղքատ կղզի պետություն է։ Եթե Չինաստանն ու Ռուսաստանը ձեռնարկեն նույնիսկ աննշան գործողություններ, նրանք կարող են հեշտությամբ կտրել ճապոնական արդյունաբերության համար կենսականորեն կարևոր մատակարարման շղթան, հայտնել են հրատարակության հեղինակները։ Նրանց խոսքով Ճապոնիան կցանկանար ունենալ միջուկային զենք, բայց Ռուսաստանն եւ Չինաստանը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցներ։
Չինաստանի իշխանությունները դեմ են Իրանի ներքին գործերին, ԱՄՆ-ի հնարավոր միջամտությանը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Մենք հետևողականորեն դեմ ենք ԱՄՆ միջամտությանը, այլ պետությունների ներքին քաղաքականությանը, ասել է նա մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու հեռանկարները։ Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Պեկինը աջակցում է Թեհրանի ջանքերին ազգային կայունությունն ապահովելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ռենդի Ֆայնը ներկայացրել է օրենսդրական ակտ, որը թույլ կտա Վաշինգտոնին անեքսիայի ենթարկել Գրենլանդիան։ Ամերիկայի նախագահը լիազորված է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում բանակցություններ սկսել Դանիայի թագավորության հետ։ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու կամ այլ կերպ այն որպես Միացյալ Նահանգների տարածք ձեռք բերելու համար ենթադրվում է, որ այդ դեպքում Գրենլանդիան կհամարվի ամերիկյան նահանգ։ Ֆայնի խոսքով օրինագիծը նպատակ ունի պաշտպանել ԱՄՆ ազգային շահերը Արկտիկայում եւ հակազդել Չինաստանից եւ Ռուսաստանից եկող աճող սպառնալիքներին։ ԱՄՆ նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու անհրաժեշտության մասին։ Հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը Fox News-ի եթերում ելույթ ունենալով առաջարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպանի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Գրեհեմը գովաբանել է Թրամփին Իրանի ժողովրդի կողքին կանգնելու համար, Այաթոլլա Խամենեին անվանելով սարսափելի մարդ։ Նա ասել է, որ ժամանակն է, որ Իրանի առաջնորդը հեռանա, եւ դա այն է, ինչ ժողովուրդն է ուզում։ Դոնալդ Թրամփը ասում է, որ Իրանը կրկին մեզ դարձնելու լավագույն միջոցը ցուցարարների հաղթանակն է եւ ռեժիմի տապալումը։ Ինչպես ենք մենք դրան հասնելու, ինչ գործողություններ էլ որ ձեռնարկենք, պարոն նախագահ, պետք է ոգեշնչի ցուցարարներին եւ վախեցնի ռեժիմին, ասել է Գրեհեմը։ Նա հայտարարել է, որ եթե ինքը Թրամփը լիներ, կսպաներ այն առաջնորդներին, ովքեր խոսում են իրենց սեփական ժողովրդի դեմ։ Սենատորը կոչ է արել Թրամփին վերջ դնել դրան։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հայտնել է, որ իր հանձնարարությամբ 2025 թվականի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն պոակները, որոնք ունեցել են տնտեսված գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար 443 միլիոն 807 հազար դրամ, գումարը բաշխվել է 4620 աշխատակցի միջև։ Պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական եւ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի եւ սպորտի բնագավառի աշխատակից։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը քննության առնելով իմ միջնորդությունը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 100 միլիոն ՀՀ դրամի չափով գրավի չափը նվազեցնելու մասին որոշել է այն բավարարել, գրավի չափը նվազեցնել եւ սահմանել 50 միլիոն ՀՀ դրամի չափով գումար։ Այս մասին ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Եկեղեցին արքետիպային կառույց է, որը դժվար է խարխլել։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքագետ Անուշ Սեթրակյանը։ Նա կարծիք է հայտնել, որ եկեղեցի դավաճանածները լինելու են պատմականորեն հասարակության կողմից մերժված մարդիկ։ Բայց ես վստահաբար գիտեմ, որ եկեղեցին արքետիպային կոնստրուկտ է։ Արքետիպային կոնստրուկտները չեն կարող այդպես հեշտ մատախիլ արվել։ Եվ այն այդ ուրացող քահանաների, ես ուրիշ բան չեմ կարող ասել, տիրադավ բառը սիրուն է, բայց իմ համար դա ավելի շատ ուրացման թեման է, ուրացման քահանաների եւ ուրացող քահանաների պաշտոնյաների շրջիկ խմբի, որտեղ դա շրջիկ խումբ է, էլի եկեղեցի թափառող եւ ֆեյքերի, որոնք գրում են Կտրիչ Ներսիսյանը կերավ եկեղեցին, բոլորը KGB-ի ագենտներ են, այդ տիպի բաները, երբ որ ես տեսնում եմ, ես հասկանում եմ, որ նախ դերակատարները նույնն են։ Հունվարի 13-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15 կիլոմետրանոց հատվածում ձնաբքի պատճառով մոտ 1000-ից ավելի ավտոմեքենաներ այս պահին չեն կարողանում երթևեկել։ Երթևեկությունը Գյումրիից Երևան դեպի Լանջիկ ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուք է։ Առավոտից ճանապարհային դեպարտամենտի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհիցությունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-ից 40 սանտիմետրի։ Վաղ առավոտից Թալինի, Մարալիկի փրկարարները, Արագածոտնի եւ Շիրակի մարզի գումարտակների պարեկներն ու ճանշինականները նշված հատվածների ձնաբքի տակ հայտնված մոտ 30 ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է արտաքին ուժերի կողմից երկրի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը։ Շոյգունի ցավակցությունն է հայտնել բազմաթիվ զոհերի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը խստորեն դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը, ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ համագործակցությունը, հիմնվելով Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները եւ համակարգել իրենց դիրքորոշումները անվտանգությունն ապահովելու համար, նշել է ՌԴ անվտանգության խորհուրդը։ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է սկսել Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը արդեն 2026 թվականի երկրորդ եռամսյակում, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Բալյաս Ույվարին։ Մենք կարող ենք սկսել վճարումներ կատարել այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբին, ասել է նա։ ԵՀ ներկայացուցչի խոսքով Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը կարելի է ակնկալել մոտ ապագայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը բացառել է ԱՄՆ-ի կողմից իր երկրում ռազմական գործողությունների հնարավորությունը։ Ըստ նախագահի, Թրամփի հետ զրույցից բացարձակապես պարզ դարձավ, որ գոյություն ունի համագործակցություն եւ համակարգում, եւ որ Մեխիկոն ու Վաշինգտոնը շարունակում են աշխատել այս ձևաչափով։ Վերջինս հավելել է, որ եթե ԱՄՆ-ն որևէ պահի այլ հայտարարություն անի, Մեքսիկան կփնտրի երկխոսության նոր ուղիներ։ Իսրայելը եւ ԱՄՆ-ն Իրան են ուղարկել իսլամական պետության զինյալներ, որոնք զանգվածային անկարգությունների ժամանակ սպանել են իրավապահ մարմինների, աշխատակիցների եւ քաղաքացիական անձանց, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Աբդոլ Ռահիմ Մուսավին։ ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը 12-օրյա սրբազան պաշտպանական պատերազմում իրենց պարտությունը փոխհատուցելու համար մեր մեջ ժողովրդի վրա բաց թողեցին Դաիշ ահաբեկիչներին եւ այս վարձկանները, որոնք վայրի կենթանի ցելվատն են, սպանել են խաղաղ բնակիչներին եւ անվտանգության աշխատակիցներին։ Նրա խոսքերն է մեջ բերել Իրանի պետական հեռարձակողը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հարվածել Իրանին, կիբերհարձակումներ իրականացնել հանրապետության դեմ, վերականգնել ինտերնետ հասանելիությունը կամ տնտեսական ճնշում գործադրել, որպես Իսլամական Հանրապետության վրա ազդելու միջոցներ։ Այս 4 տարբերակները մեջբերվում են Դհիլի կողմից։ Ռազմական հարվածները հավանաբար ուղղված կլինեն վնաս հասցնելուն, որոշակի նպատակներին հասնելու համար, օրինակ ցուցարարներին պաշտպանելու կամ որոշակի առաջնորդներին վերացնելու համար, միաժամանակ պաշտպանվելով հակադարձ միջոցառումներից, որոնք կարող են հակամարտությունը, նշվում է հոդվածում։ Ավելին թերթը մեջբերում են նախկին պաշտոնյաների եւ վերլուծաբանների, որոնք կիբերհարձակումները համարել են ավելի քիչ ռիսկային տարբերակ։ Դրանք կարող են ուղղված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, հայտնել է թերթը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հայտարարել է ԵՄ-ի կողմից 2026 թվականին Կիպրոսի վերամիավորման ջանքեր ակտիվացնելու ծրագրերի մասին։ Նա Կիպրոսի համար համապարփակ արդար եւ կայուն կարգավորումը անվանել է ԵՄ-ի բացարձակ առաջնահերթություն։ Ֆոն դեր Լեյնը ընդգծել է, որ ԵՄ-ն կանի ամեն ինչ ՄԱԳ-ի գլխավորած գործընթացը ավարտելու եւ վերամիավորված Կիպրոսի համար այս տարի վերականգնվելու համար։ Իզմիրլյան բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ եւ առողջական վիճակից ելնելով ներկապահին չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել Սրբազանի փաստաբանական թիմը։ Չինաստանը դիվանագիտական ճնշում է գործադրում Եվրամիության երկրների վրա, կոչ անելով նրանց մերժել Թայվանից քաղաքական գործիչների մուտքը եւ վիզա տրամադրելը, հաղորդում է բրիտանական Guardian թերթը, հղում անելով աղբյուրներին։ Չինաստանի իշխանությունները կոչ են անում մերժել թայվանական դիվանագիտական անձնագրերը, մերժել թայվանցի ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը եւ սահմանափակել նրանց պաշտոնական կապերը Եվրամիությունում։ Այս պահանջները փոխանցվում են նոտաների եւ ուղիղ հայտարարությունների միջոցով։ Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը չի համարձակվի ռազմական գործողություն սկսել Թայվանի դեմ իր նախագահության օրոք։
ՀՅԴ-ն դաշինքով կմասնակցի 2026 թվականի ընտրությանը, առաջնահերթ կբանակցենք Հայաստան դաշինքի հետ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՅԴԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով ՀՅԴ 29-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը։ ՀՅԴ Գերագույն ժողովը որոշել է մասնակցել 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին, նախապատվություն տալով դաշինքային ձևաչափի, լիազորել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում։ Սաղաթելյանի խոսքով իրենք սկսել են քննարկումներ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հերացումը պայմանավորված լինի մեր մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։ 2025 թվականի զինված ուժերի շենքերում 30 զինծառայող է մահացել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով 6 դեպքում խոսքը բանակում տեղի ունեցած պատահարների մասին է՝ կայծակի հարված, հոսանքահարում, երկու ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք եւ երկուսը առողջական վիճակի պատճառով։ Խոսքը ժամկետային զինծառայողների մասին չէ, ընդհանուր առմամբ մահացել է 30 զինծառայող, մնացած 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով, ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային պատճառներ, հիվանդություններ։ 2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40%-ով։ Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականին ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Նախկին տարիների նման բազմաթիվ դեպքեր են եղել։ Նա ենթադրել է, որ անցյալ տարիներին նման վիճակագրություն չի եղել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է նաև, թե սուտ չի խոսում, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական խնդիրներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։ Նրան սուտ խոսելու մեջ մեղադրել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը։ Գիտեք, կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս Մովսես Հակոբյանին արձագանքել նույն ոճով։ Ես սուտ չեմ խոսում, դա պարզ է բոլորին։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Պապիկյանը։ Նա նշել է, թե իր ասածը 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։ Մովսես Հակոբյանը գուցե ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործողությունների արդյունքն ու հետևանքն է, ասել է Պապիկյանը։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արմատավորված մի վատ ավանդույթ կա։ Յուրաքանչյուր շքերտավոր պատվախնդիր ծնող ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի առուզ ավակ կին ազատի զինծառայությունից։ Սա համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է, ասել է Պապիկյանն ու տեղեկացրել, որ վերջին 1 տարվա ընթացքում աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով դա չեմ կարող տարածել հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ճնշել, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ, նշել է Պապիկյանը։ ՀԱՊ քարտուղարությունում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ։ ՀԱՊ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը, որը պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունվարի 1-ին, ընդգծել է համախմբված աշխատանքի կարևորությունը Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման համար, որոնք ուղղված են դաշնակցային կապերի ամրապնդմանը եւ ՀԱՊ-ի դերին Եվրասիայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման գործում։ Ալեքսանդր Պանկինը նշել է, որ Ռուսաստանը կմիավորի ջանքերը դաշնակիցների հետ միջազգային անվտանգության խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումները պաշտպանելու համար, ներառյալ հավաքական ուժերի ներուժի մեծացումը, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում համագործակցության ընդլայնումը։ Շեշտը դրվելու է նաև կազմակերպության երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների փորձաքննության հիման վրա վերլուծական աշխատանքների ուժեղացմանը։ Ռուսական կողմի անունից Ալեքսանդր Պանկինը շնորհավորել է Թալատբեկ Մասադիկովին ՀԱՊ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ, վստահություն հայտնելով արդյունավետ համագործակցության եւ բազմակողմանի աջակցության համար։
Ռուսաստանը պետք է հստակ պատասխան տա Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ձևակերպված առաջարկներին։ Նման պահանջներ է ներկայացրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք ձևակերպել ենք մեր տեսլականը եւ Ռուսաստանից պետք է հստակ պատասխան լինի, թե արդյոք պատրաստ են պատերազմը դադարեցնել իրատեսական պայմաններով, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նաեւ կոչ արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա, եթե Ռուսաստանը չընդունի Ուկրաինայի խաղաղ կարգավորման պահանջները։ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմական բախման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրային տված հարցազրույցում։ Եթե Վաշինգտոնը որոշի կրկին ռազմական սցենար կիրառել, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է եւ ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ, ասել է նախարարը։ Վերջինս նաեւ կասկած է հայտնել, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ կառուցողական եւ ազնիվ բանակցություններ վարել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ գործեր է անում ռազմական դաշինքի համար եւ խրախուսում է դրա անդամներին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա։ Ես միշտ հավատացել եմ, որ երբ մարդիկ օգնում են դաշինքին, նրանք բարի գործ են անում։ Դոնալդ Թրամփը ճիշտ բաներ է անում ՆԱՏՕ-ի համար, խրախուսելով մեզ բոլորիս ավելի շատ ծախսել, համապատասխանեցնելով ԱՄՆ ծախսերին, ասել է Ռյուտեն։ Նա նաև ողջունել է դաշինքի կողմից Արկտիկան պաշտպանելու ջանքերի ավելացումը։ Վերջինս հավելել է, որ Դանիան արդեն արագացնում է իր պաշտպանական ներդրումները ոչ միայն ընդհանուր առմամբ, այլև եզակի պաշտպանական կարողություններում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ռազմական դաշինքը շարժվում է ճիշտ ուղղությամբ Դանիայի պաշտպանությունը ամրապնդելու համար։ Նորվեգիան կսկսի անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, հենց որ Ռուսաստանի հետ հրադադարը հաստատվի։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն Կիև կատարած այցի ժամանակ։ Պատասխանը՝ այո, մենք անվտանգության երաշխիքներ կտրամադրենք, հենց որ հրադադար հաստատվի, քանի որ դրանից հետո Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի եւ մենք կնպաստենք դրան, հայտարարել է նա։ Նա նաեւ նշել է, որ կան որոշ մանրամասներ, որոնք պետք է քննարկվեն։ Նախարարը անվտանգության երաշխիքները անվանել է Ռուսաստանին ուղղված ազդանշան։ Մոսկվան պետք է հասկանա, որ հրադադարից հետո խաղաղությունը կշարունակվի տնտեսական, ռազմական եւ քաղաքական։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին։ Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ եւ հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Երկհաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեկնելու համար օգտագործել իրանական ազնագիր, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ամերիկյան քաղաքացիությունը։ Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում երկրի շահերը պաշտպանում է Շվեյցարիան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն չէր ունենա առանց իր առաջնորդության։ Նա այս հայտարարությունն արել է իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ փրկել է դաշինքը։ Դուք հյուսիսատլանտյան դաշինք չեք ունենա, եթե ես նախագահ չլինեի, ասել է Թրամփը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հունվարի 14-ի գիշերը եւ առավոտյան 15-ի գիշերը եւ առավոտյան 17-ի ցերեկը եւ 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 16-ին 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը 17-ին կեսօրից հետո 18-ին շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը եւ 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ 13-ի ցերեկը նախալեռնային եւ խովտային գոտիներում ձնախառն անձրևի եւ անձրևի։ 14-ի գիշերային ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի։ Լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 13-ի ցերեկը 14-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ին աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։